Բաքվի դատավարություն։ Այդ դատավարությունից մեզ հասնում է միայն տեղեկություն Ռուբեն Վարդանյանի փաստաբանից։ Դա միակ խողովակն է։ Այո, մնացյալ տեղեկատվությունը ըստ էության պաշտոնական աղբյուրներից է դուրս գալիս, ինչը արժանահավատ չէ եւ ծառայում է պետական քարոզչամեքենային։ Իսկ ինչու միայն Ռուբեն Վարդանյանը ունի փաստաբան։ Այստեղ մի քանի գործոններ կան, նախ շատ դժվար է հայերի համար վարձել ադրբեջանցի փաստաբաններ եւ կան արձանագրված բազմաթիվ դեպքեր, երբ նրանք մերժում են, ընդ որում մերժումները հիմնավորում են երկու նկատառումներով, առաջինը պաշտպանյալի էթնիկ պատկանելիությամբ եւ երկրորդը անվտանգային խնդիրներով։ Առանձին փաստաբաններ նաև մատնանշում են, որ իրենց ներգրավումը լինելու է խիստ ձևական, նրանք չեն կարող ազդել դատավարությունների արդյունքի վրա, ուստի կարող են ընդհանրապես դառնալ տեղեկատվական խողովակ, ընդ որում այս ծառայության համար բավականին բարձր գումարներ են ակնկալում, ինչը նաև հասու չէ ցանկացած ընտանիքի։ Եվ թերևս այս գործոնների համադրմամբ նաև ընտանիքները առանձին դեպքերում որոշումներ են կայացրել ձևականորեն չներգրավել մասնավոր փաստաբաններ։ Կենտրոնացել են Բաքվում Արցախի հետ ամենաքիչ կապ ունեցած անձնավորության վրա, ինչպեսին Ռուբեն Վարդանյանն է։ Ունեք դրա բացատրությունը ինչ։ Այստեղ բացատրությունը նա է, որ իրական դրդապատճառը հետապնդման ոչ թե անձի կոնկրետ արարքներն են, այլ անձի գործունեությունը։ Ադրբեջանը շատ Ներողություն, դե կան ձերբակալված նախագահներ, որոնք տարիներ շարունակ Արցախում պետական ծառայություն են մատուցել Արցախին եւ հիմա Ադրբեջանի աչքում պետական դավաճանություն կարող են որակվել։ Այո, եւ հենց նաեւ խնդիրը նա է, որ այս անձին եւս հետապնդվում է։ Այդպիսի ձեռագիր չունի Ռուբեն Վարդանյանը։ Նման ձեռագիր չունի, բայց Ռուբեն Վարդանյանը Արցախի համար շատ ծանր օրերի կանգնել է արցախահայության կողքին եւ փորձել ոգևորել բնակչությանը եւ տանել այնպիսի պայքարի, որը կբացառեր բռնի տեղահանումը կամ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Այսինքն Ռուբեն Վարդանյանը մարդասիրական ոգևորող գործունեություն իրականացնելով ադրբեջանական ընկալմամբ վնասել է ադրբեջանական պետական շահերը եւ սա է պատճառը, որ պատժվում է այդ գործունեության համար։ Եվ կեղծ գործերի շրջանակներում նրանք մեծ ջանասիրություն չեն ցուցաբերում որոշակիացված արարքներ դուրս բերելու եւ անձին վերագրելու տեսանկյունից, այստեղ նրանք ընդհանուր քննարկման առարկա են դարձնում Արցախի անկախության ինքնահռչակումը եւ այդ պետականության շրջանակում ծավալած ցանկացած գործունեություն անկախ դրա օրինական բնույթից, օրինակ նույն բարեգործական մարդասիրական գործունեությունը Ադրբեջանի կողմից որակվում է որպես քրեորեն պատժելի արարք։ Ինչպես են Ավրորան։ Այո, Ավրորայի նախաձեռնությունը եւ ցանկացած այլ մարդասիրական ծրագիր, որը օրինակ կարող էր միտված լիներ էներգետիկ ապահովությանը, ինչը կյանքի նվազագույն պայմաններ էր ապահովելու Արցախի բնակչության համար։ Ես Ռուբեն Վարդանյանի փաստաբանի մեկնաբանություններից պատառիկներ եմ առանձնացրել։ Արցախի նախկին պաշտոնյաների դեմ մեղադրանքները ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեն։ Խոսքը հին թե նոր դրդապատճառների մասին։ Հին։ Սա շատ վաղուց հենց Արցախի հակամարտությամբ պայմանավորված քաղաքական դրդապատճառ է, որը չի կորցրել իր արդիականությունը եւ նույն դրդապատճառով Ադրբեջանը նաեւ պատժիչ գործողություններ է իրականացնում անհատների հանդեպ։ Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ։ Որևէ տեղ ֆիքսվում է այս ապօրինությունը։ Այո, ըստ էության կոնկրետ փաստաբանը իր հնարավորության շրջանակներում արձանագրում է եւ անգամ գիտեք ներպետական դատական գործընթացներ են նախաձեռնվել, չմոռանանք, որ ամիսներ առաջ տեղեկատվություն նաեւ տարածվեց, որ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների հարցով ինքնուրույն հայց է ներկայացվել դատարան, հայցեր էին ներկայացվել նաեւ
զրպարտող վիրավորական արտահայտությունների կապակցությամբ հասկանալի է, որ ադրբեջանական համակարգը արդյունավետ չէր եւ այս հայցապահանջները չեն բավարարվել, սակայն փաստաբանական գործունեության շրջանակում առանձին խախտումներ իրենց ամրագրումն են ստանում, բայց նաև միջազգային իրավապաշտպանների դատավարության դիտարկումների շնորհիվ եւս փաստաթղթավորվում են խախտումներ, օրինակ դատավարության շատ կարևոր տարր է հրապարակային դռնբաց դատաքննությունը եւ մի շարք իրավապաշտպաններ, որոնք եւս քաղբանտարկյալներ են եղել, դիմել են Բաքվի իշխանություններին, խնդրելով թույլատրել մուտքը Ադրբեջան եւ հնարավորություն ներկա գտնվելու եւ դիտարկելու դատավարությունը, սակայն այս խնդրանքները մերժվել են եւ կան նաեւ արձանագրված դեպքեր, երբ Բաքվում գտնվող դիտորդի կողմից դատական նիստերի դահլիճ մուտք գործելու փորձը հանգեցրել է նաև անհատական անձնական հետապնդումների եւ անվտանգային սպառնալիքների, ուստի այս ամենը որ երկրից էլ եկած լինի։ Այո, խոսքը այս պարագայում օտարերկրացիներին է, որովհետեւ ազգությամբ հայերի մասնակցությամբ նման, այո, փորձեր չեն եղել։ Եվ այս գործունեությունը հավելյալ հիմնավորում է մարդու իրավունքների խախտումները, օրինակ փաստաբանները, նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանները, հայ փաստաբաններ, ֆրանսիացի փաստաբաններ եւս հանձնարարել են հայ գերիների պաշտպանությունը եւ փորձ արել մուտք գործել Ադրբեջան պաշտպանությունը կազմակերպելու նպատակով եւ մերժումներ են ստացել եւ այստեղ եւս արձանագրվել է պաշտպանության իրավունքի խախտումներ։ Մեզ հայտնի է մերժման հիմքերը։ Որոշակիացված հիմքեր չկան, այստեղ Ադրբեջանը կամ չի պատասխանում կամ հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրելուց, ինչը հավասար է մերժման, որովհետև առանց մուտքի արտոնագրի որևէ օտարերկրացի հնարավորություն չունի մուտք գործել Ադրբեջան։ Սիրան, փաստաբանը մի տեսակ հուսահատ եզրահանգում է անում եւ ընդունում, որ լուծումը քաղաքական է։ Ոչ դատարանում է լուծվելու այս հարցը։ Ինչ պատկերացնել քաղաքականի տակ։ Թրամփը պետք է զանգարի, Պուտինը պետք է զանգարի։ Ես մոտարապես այդպիսի ազդեցիկ բաներ եմ պատկերացնում։ Այո, քաղաքականի տակ նախ մենք հասկանում ենք, որ այս անձանց ազատ արձակումը եւ իրավունքների նկատմամբ հարգանքը կարող է պայմանավորված լինել քաղաքական գործոններով։ Իրավունքի ներքո պաշտպանված լինելը բավարար չէ, որպեսզի Ադրբեջանի բռնակալ ռեժիմին ստիպի գործել իրավունքին համահունչ, իսկ քաղաքականի դիտանկյունից շատ կարևոր է հենց արտաքին քաղաքական գործոնը եւ այստեղ որոշ շաբաթներ առաջ կոչ հնչեցվեց նույն Թրամփի կողմից, որը հուսադրող էր եւ կարծում եմ կարող էր իր մեջ դրական ազդակներ պարունակել, դա այն էր, որ քրիստոնյաները, որոնք անազատության մեջ են եւ որպես գերի պատաններ պահվում են տարբեր երկրներում, պետք է ազատ արձակվեն, այսինքն հրապարակայինորեն Թրամփը հանձնառեց քրիստոնյա բանտարկյալների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը, իսկ Թրամփը ըստ էության իր անկախատեսելի վարքագծով ունի բոլոր լծակները եւ ուժային նախադրյալները, որպիսի գործարքներ հարկադրի առանձին պետություններին եւ ամերիկյան ադրբեջանական փոխհարաբերություններում ըստ էության կան էական նշանակության խնդիրներ, որոնք երկկողմ հարաբերությունների զարգացման տենդենսներ կարող են դրսևորել եւ իմ գնահատմամբ, այո, ամերիկյան վարչակազմը քաղաքական կամքի եւ հետևողականության պայմաններում կարող է այնպիսի տնտեսապես, քաղաքականապես օգտակար գործարք առաջարկել Ադրբեջանին, որպիսի պայմաններում նրանք նաև բարձրացնելով վարչակազմի հեղինակությունը լուծեն հայ պատանների ազատ արձակման խնդիրը։ Ես սա իրապես գործնական ուղի եմ տեսնում, այլ հարց է, թե այդ գործոնները ինչպես կաշխատեն, որպիսի այս հանձնառության նկատմամբ պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Այո։ Ամենահուսադրողը դա այդ ուղղությունն է։ Այո, կարծում եմ այն։
Ինչքան կարող է տևել այս դատավարությունը։ Այս Մեր հաշվարկներով։ Այո, դատավարությունների դինամիկան ցույց է տալիս, որ մինչև տարեվերջ, այսինքն ավելի վաղ ավարտելու ազդակներ չկան եւ ներքաղաքական նկատառումներից ելնելով չենք բացառում, որ եթե մինչև տարեվերջ քաղաքական ու լուծում չհասունանա նրանց ազատ արձակման, ապա արհեստականորեն այդ դատավարությունները ցկցկվեն։ Բայց նախնական այո գնահատմամբ մինչև տարեվերջ այդ դատավարությունները կարող են ավարտին հասցվել։